Բարի լույս սիրելի հետևորդներ, հուսամ որ բոլորդ լավ եք ու Տիրոջ խաղաղությամբ եք։ Ինչի՞ եմ ես ամեն անգամ ասում որ Տիրոջ խաղաղությամբ եք, որովհետև Տերը ինձ խաղաղություն ա տվել, գերբնական խաղաղություն ա տվել ու ինձ բժշկել ա դեպրեսիայից, ստրեսից, տագնապից ու վախից, սիրելի հետևորդներ։ 2 տարի շարունակ ես ունեցել եմ դեպրեսիաներ, վախեր, ստրեսներ ու տագնապներ։ Ես ամեն բան փորձել եմ, սիրելի հետևորդներ, ինձ ոչինչ ու ոչ մի բան չխաղաղեցրեց, ոչինչ ու ոչ մի բան։ Ես անդադ այդ վախերի, ստրեսների ու տագնապների մեջ էի։ 2 տարի շարունակ ես դուրս էի գալիս, ես մահվան հոտն էի զգում, ես ահավոր վատ էի, ու ես մի օր ծնկեցի, ուղղակի խնդրեցի Աստծի, ես գիտեի, որ Աստված կա, ինչպես շատերս գիտենք, չէ՞ որ Աստված կա, բայց երբեք Տիրոջը առաջին տեղում չենք դնում։ Մենք միշտ Տիրոջը վերջում ենք գալիս, ամենավերջում ենք բերում, ասում ենք, Տեր, ես ինչ իրավիճակում եմ, արի մեզ օգնի։ Տեր, ես ինչ խնդիրների մեջ եմ, արի այդ խնդիրներից ինձ այն։ Նույնն էլ ես, սիրելի հետևորդներ, որտեվ մենք տենց ենք, որտեվ մեզ տենց են դաստիարակել, որը շատ սխալ է, այնինչ ամեն բանից առաջ մենք պետք է Տիրոջը դնենք մեր առջևում ու ամենաառաջինը, ինչ որ սկսում ենք, իրանով սկսենք, ինչի մեջ որ գնում ենք, Տիրոջով գնանք։ Ու երբ որ ես ծնկեցի ու աղոթեցի Աստծի, Տեր, ես ահավոր վատ եմ, եթե դու կաս, եթե դու իրական ես, իսկ մեզ տարիներ շարունակ ասել են, որ նա կա եւ նա իրական է, բայց երբեք ավելվան մեզ չեն ասել։ Խնդրում եմ, արի ինձ օգնի ու հենց այդ օրը, սիրելի հետևորդներ, Տերը եկավ ու մնաց իմ կյանքում ու փառք Տիրոջը սրա համար։ Ու ես հիմա, սիրելի հետևորդներ, իմ երեխեքին ուրիշ ձև եմ դաստիարակել։ Ես իմ երեխեքին պիտի սովորեցնեմ, որ ամեն ժամանակ առաջի տեղում դնեն Աստծուն, հետո մնացածը, Աստծով անեն ամեն բան։ Ու սա է ճիշտը, ու դուք էլ ձեր երեխեքի մեջ սերմանեք։ Ուզում եմ ասել, որ ես այն ժամանակ ապրում էի Ֆրանսիայի մի անմարդաբնակ գյուղում, որտեղ որ իսկապես մարդ չկար, որտեղ չկար նույնիսկ եկեղեցի, բայց ինձ եկեղեցին խաղաղություն չտվեց։ Ես ինչի եմ սա ասում, որ շատերը չմտածեն, որ նա եկեղեցում է այդ խաղաղությունը եկել, չէ, սիրելի հետևորդներ, իմ խաղաղությունը Տերն է եկել ինձ տվել, Հիսուսն է, որտեղ եկեղեցին չի կարող խաղաղություն տալ։ Եկեղեցին նրա համար է, որ դու գնաս այնտեղ ծառայես, ու շատ կարևոր է դա, բայց խաղաղությունը ինձ իմ Տերն է տվել։ Ու որպես վկայության խոսք ես եկել եմ ու այսօր քեզ ասում եմ, եթե դու վատ ես, եթե դու ստրեսների, դեպրեսիաների, վախերի ու տագնապների մեջ ես, նայի ինձ ու թող հույսդ վերականգնվի, ոչ թե ինձանով, այլ ամենակարող Տիրոջով։ Նա ողորմած է, եթե դու քայլ անես, նա կգա քո կյանք ու քեզ էլ կազատագրի ու հիշի, որ միայն ու միայն Տիրոջով դու հավիտենական կազատագրվես այդ ամեն ինչից։ Ուրիշ ամեն բաները ժամանակավոր են, որ քեզ ժամանակավոր խաղաղություն կտան, բայց հետո ավելի վատ վիճակում կհայտնվես։